կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի լիազորություն վերահասցեագրելու դիմումները։ Բայց արդյոք դա պետք է լինի ի հաշիվ վարչարարության։ Այսինքն ոչինչ չլսի, ոչինչ չգնահատի, պարզապես վերահասցեագրի։ Այս հարցը ևս հնչեց դատաքննության ընթացքում։ Մի պարզ տրամաբանությամբ, լավ, եթե վերահասցեագրում եք, հետո ինչ եք անում։ Եվ պարզվեց դրա պատասխանը, հետո ոչինչ չեն անում։ Եվ ամենամեծ ցավալի հանգամանքներից մեկը նրանում է, որ հենց դատաքննության ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է հնարավոր, որ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, լինելով պատասխանող, ունենա պահեստային պատասխանող։ Իդեմս երրորդ անձի։ Սա խնդիր է բարձր դատարան, թե ոչ։ Սա էական ազդեցություն ունեցող խնդիր է, թե ոչ։ Այն, որ ընտրությունները պետք է լինեն հավասար, իսկ այս ընտրությունները չեն եղել հավասար, ևս փաստ է։ Իդեպ հենց ամփոփիչ ելույթս ներկայացնելու շրջանակներում այն մտահոգությունը, որը ներկայացնում ենք, նաև բարձր դատարանի աչքի առջև է։ Հնարավոր անկախության և կանխակալության ռիսկերը։ Նույնիսկ նիստերի դահլիճում ենք այդ ամենը տեսնում։ Բայց ինչևէ, հավասար ընտրությունների մասին, երբ մենք դատողություններ ենք անում, ինչ է չէ սահմանադրական դատարանը իր որոշումներում միշտ ընդգծել, որ հավասարության երաշխիքը, սահմանադրական կարգի հիմունք նորմ հանդիսացող 7-րդ հոդվածից բխող, առաջինը իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Հավասար հնարավորություններ բոլոր ուժերի համար, որոնք մասնակցում են ընտրություններին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը նվազագույն դրա երաշխիքը չի ունեցել, որովհետև ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի դեմ ապրիլի 7-ին ընտրական օրենսգիրք է փոփոխվում, որ անձնանուն չօգտագործվի, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդի Սամվել Կարապետյանի անունը չօգտագործվի, քվեաթերթիկում հանգարց չհիշատակվի։ Սամվել Կարապետյանը ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում լինում է տնային կալանքի պայմաններում։ Հռետորական հարց հնչեցնենք, իսկ եթե համանման պայմաններում լիներ մյուս ուժը, ում շահերին վերաբերում է այս վեճը, առավելապես ում շահերին վերաբերում է այս վեճը, արդյոք կլիներ ընտրության արդյունքները այնպիսին, ինչպես հրապարակել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Թույլ տվեք ես ինքս պնդում կատարեմ, որ ոչ։ Հավասարության տեսանկյունից երբ խոսում ենք, բարձր դատարան, արդյոք կարող էինք նաև մենք, որպես ընտրություններին մասնակցող ուժ, ևս փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում օրինակ նպաստները բարձրացնեինք։ Կարող էինք, թե ոչ։ Թե դրա մենաշնորհը պատկանում էր մեկ կուսակցության։ Պատասխանը ակնհայտ է։ Այն պատկանել է միայն քաղաքացիական պայմանագրին, որովհետև փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները բարձրանում են 10,000 դրամով, եւ դա իբրև ներկայացվում է մի գործողություն, որ ոչ մի կապ չուներ քաղաքական իրադարձությունների հետ։ Բայց եթե նման կապ չուներ բարձր դատարան, խնդրում եմ այս հանգամանքի շուրջ իսկապես խորհել։ Ինչի համար է 2025 թվականի դեկտեմբերին այդ նույն կուսակցության առաջնորդը ազգային ժողովի ամբիոնից հենց որպես վարչապետ հայտարարում, որ դրա կարիքը չկա։ Բարձր դատարանի դատավորներից մեկի մոտ կար մտահոգություն, թե արդյոք նման երևույթները ազդեցություն թողնում են ընտրողների կամքի վրա, թե ոչ։ Ես մեծ ցանկություն կունենայի, որ չթողեին։ Իրապես, անկեղծորեն եմ ասում։ Բայց երբ Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատությունը, աղքատության ցուցանիշը այնպիսին է, ինչպիսին կա, հավատացեք 10,000 դրամը, էական ազդեցություն թողում է ընտրության արդյունքների վրա, ընտրողների կամքի ձևավորման վրա։
Այո, դա այդպես է։ Եվ այո, դա փաստացի ընտրակաշարք է։ Որովհետև եթե դա չի արվում 2022 թվականին, չի արվում 23 թվականին, 25 թվականին հայտարարվում է, որ դրա կարիքը չկա, բայց 26 թվականին դա արվում է։ Արվում է նախագահի հրամանագրին հաջորդած ժամանակահատվածում։ Բարձր դատարան։ Մենք նաև ներկայացրել էինք քանակական, սոցիոլոգիական հետազոտության հաշվետվությունը, որը դատարանի կողմից որպես նյութ կցվեց սույն գործին։ Ըստ այդ հաշվետվության մեր հայրենակիցների ստվար զանգվածը նշված ռեֆորմը ընկալել է հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Եվ ամբողջ խնդիրը ինչումն է, որ այդպես չպետք է լիներ, որովհետև Հայաստանում ընտրությունները պետք է լինեին հավասարության պայմաններում, բայց ինչպես դրանից ակնհայտորեն հետևում է, այդպես չի եղել։ Բարձր դատարան նաև շատ քննարկվեց դատաքննության ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների հարց։ Հարուցված քրեական վարույթներ, մեղադրյալներ, մինչև սահմանադրական դատարանում դատաքննությունը այն դարձել էր հանրային մեծ քննարկման առարկա։ Առ այն, որ նշված երևույթը էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա։ Դատաքննության ընթացքում պարզվեց, որ այդ նույն հայտարարությունների հեղինակները այդպես չեն պնդում։ Քավլիցի։ Մենք այլ կոնտեքստում ենք այդ հարցին մոտեցել։ Մենք մոտեցել ենք այն կոնտեքստում, որ նշվածը դասական իմաստով սև PR-ի գործիք է հանդիսացել։ Օրինակ, հակակոռուպցիոն կոմիտեն կամ դատախազությունը բնավ չէին խոսելու նրա մասին, թե այդ նույն քրեական վարույթների, կալանքի միջնորդությունների ինչ մեծ զանգված հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժվել է։ Բայց դրա մասին հաղորդագրություն չի տարածվել։ Դատաքննության ընթացքում մենք ապացուցեցինք, ինչպես է հնարավոր մեկ անձի վերաբերյալ հրապարակել ձայնագրություն, վերագրել մեղադրանք, վերագրել դրվագներ, այնուհետև դրվագներից մեկը ընդհանրապես կարճվում է, մի մասով քննությունը շարունակվում է, բայց դրա մասին մեր հայրենակիցները չեն իմանում։ Բացասական նստվածքը մնում է։ Ըստ այդ նույն հետազոտության, որը մենք ներկայացրել ենք բարձր դատարանին, մեր հայրենակիցների 21%-ը լսելով այդ ձայնագրությունները չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի։ Ինչ ազդեցություն է հետևաբար այս ամենը ունեցել։ Մեղմ ասած բարձր դատարան էական։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչի համար պետք է ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ։ Ինչի համար։ Որն էր դրա հավելյալ արժեքը։ Որն էր դրա անհրաժեշտությունը։ Խնդիրը կանխարգելումն է միանշանակ ողջունելի գործողությունը։ Բայց բարձր դատարան, եթե դուք ժամանակ գտնեք եւ 1 րոպե տրամադրեք այդ ձայնագրությունները լսելուն, դուք կտեսնեք այդտեղ կանխարգելման մասին չի խոսքը։ Այնտեղ կա թիրախավորում, այնտեղ կա անհարկի ընդգծում, այնտեղ կա շեշտադրումներ, այնտեղ կա միջամտություն քաղաքական գործունեությանը։ Դա ինչ կապ ունի հակակոռուպցիոն կոմիտեի հետ։ Մենք դատաքննության ընթացքում ունեցանք հարց ու պատասխան, որտեղ հնչում էր վարկած, թե եթե չնշվեին անունները կուսակցությունների, դա ճիշտ կլիներ, թե ոչ։ Եվ իբրև ընտրություններին մասնակցող այլ ուժերը արդյոք դրա բացասական հետևանքները ստիպված չէին լինի կրել, որտեղ իբրև դա կարող էր վերաբերել նաև իրենց, այսինքն նման հնարավոր վարկած կարող էր լինել։ Այսինքն եթե ընտրական օրենսգիրքը դա արգելում է, մենք էլ ինչն ենք քննարկում։ ԿԸՀ նախագահի կողմից հասցեագրված գրությունը դրա մասին էր, որտեղ այո, ընտրական օրենսգիրքը դա արգելում է, բայց հակակոռուպցիոն կոմիտեն անտեսեց այդ գրությունը։ Բայց քանի որ նաև նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության դեֆիցիտ ունենք,
Բնական է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևողական չէր լինելու այդ հարցում։ Սա բնական է։ Բարձր դատարան այն հնարավոր խնդիրները, որոնք մենք ներկայացրեցինք, նույն ընտրական տեղամասերում մեր կողմից վարչական դատարան բողոքարկումների, նույն օրինակ ընտրական տեղամասերում արձանագրված խախտումների, դրանցից յուրաքանչյուրի եւ կումուլատիվ դիտարկելով հանրագումարային իրավիճակը եւս էական ազդեցություն ունի ընտրության արդյունքների վրա։ Խնդրում եմ հաշվի առնել, մենք խոսում ենք այնպիսի ընտրության արդյունքների մասին, որտեղ որևէ մեկ ուժ 50%-ից ավելի ձայն հանրության վստահության քվե չի ստացել։ Հետևաբար նույնիսկ թվով 10, թվով 20 ընտրական տեղամասերի արդյունքների վերանայումը կամ վերաքվեարկությունը էական ազդեցություն կարող է ունենալ։ Բարձր դատարան, ես իսկապես խնդրում եմ նաև, որ խորհրդակցական սենյակում, երբ քննության առարկա հանդիսանա այս ընտրության արդյունքներով վեճը, դուք դիտարկեք հնարավորությունը, որ իսկապես երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի իշխանության իրացումը իր արդյունքի տեսքով չլինի փոշու հաշվին։ Ձայների փոշին չի, որ որոշում է, թե ով պետք է լինի իշխանություն։ Իդեպ այս դատաքննության ընթացքում հետաքրքիր հանգամանքներ նաև նկատվեցին, երբ անձինք, որոնք տարիներ ի վեր քննադատել են այս ընտրական օրենսգիրքը, որոնք հանդիսացել են այս ընտրական օրենսգրքի դեմ մարտիկներ, բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, հանդես էին գալիս այս ընտրական օրենսգիրքը պաշտպանողների դիրքերից։ Իսկապես դա զարմանալի էր, բայց մի քանի հանգամանք էլ նշենք այդ մասով։ Երբ ընտրական օրենսգրքով նախատեսվել էր, որ ցուցակները ընտրություններին մասնակցած անձանց պետք է հրապարակվեն, որպես վերիֆիկացիոն մի նոր մեխանիզմ կամ լրացուցիչ գործիք, այն հիմնականում վերաբերում էր արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին, հնարավոր այն դեպքերին, որ իրենց փոխարեն հնարավոր է մեկը քվեարկել է։ Բարձր դատարան մի կարևոր բացահայտում անը։ Այլևս նշված ցուցակները Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ մեկը չի կարող ներբեռնել եւ ծանոթանալ դրանց։ Այլևս այն միայն Հայաստանի Հանրապետությունում է հնարավոր դիտարկել։ Սա լավ է, թե վատ է։ Կարծում եմ վատ է, որովհետև պարզապես իմաստազրկել է նշված գործիքը։ Բարձր դատարան, մենք դատաքննության ընթացքում բարձրաձայնել էինք 80,000 չաշխատող անձնագրերի խնդիրը։ Մենք բարձրաձայնել էինք ոչ հրապարակային ցուցակներում շուրջ 17,000 հայրենակիցների քվեարկության խնդիրները։ Օրինակ 80,000 չաշխատող անձնագրերի վերաբերյալ մենք լսեցինք, որ սա Հայաստանում ընտրական գործընթացների տեսանկյունից պատմական նվազագույն ռեկորդային ցուցանիշն է, լավ իմաստով։ Իսկ կարող էր նույն այդ պատմական ռեկորդային ցուցանիշը հասներ 10,000-ի։ Կարող էր, թե ոչ։ Ինչն էր դրա համար պետք, այսինքն պետական կամքը թող լիներ, որովհետև օրինակ 70,000 քվեն էական ազդեցություն է ունեցել ամբողջ ընտրության արդյունքների տեսանկյունից, թե երկրորդ փուլի նշանակման, թե ընդհանրապես։ Պարոն Վարդևանյան, զուտ ուղղակի հիշեցնեմ, որտեղի դուք կարողանաք կազմակերպեք։ Եզրափակիչ խոսքը մնացել է 5 րոպե։ Ես բոլոր ելույթ ունեցողներին 5 րոպե առաջ կնախազգուշացնեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ բարձր դատարան։ Ինչ վերաբերում է 16,000, 17,000 քվեարկողների հնարավոր կրկնա քվեարկության ռիսկերին, մենք դրա վերաբերյալ որևէ բովանդակային հակափաստարկ չենք ստացել։ Այդ կասկածը որպես խարան մնալու է։
այդ ընտրությունների կազմակերպումը որպես ընտրողի կամքի ազատ արտահայտման միջոց որպես խարան մնալու է, եւ ես սա ցավով եմ ասում, որովհետեւ եթե մենք խոսում ենք ընտրողի կամքի ազատ արտահայտման մասին, դա պետք է լինի եւ ընտրական տեղամասում եւ մինչ ընտրական տեղամասը։ Եթե անձին քվեարկության պրոցեսին մասնակից դարձնելը լինում է նման համակարգային կազմակերպված գործողությունների արդյունքում, մենք այդտեղ կամքի ազատ արտահայտում չենք ունենալու։ Իսկ կրկին այն մտահոգությունը, որը մենք ընդգծել էինք, մենք դրա փարատում չենք ստացել։ Հետևաբար չստանալն էլ իրենից ենթադրում է Սահմանադրության 7-րդ հոդվածի տեսանկյունից անհամատեղելի իրավիճակ։ Բարձր դատարան, մենք նաև այս ընտրությունները իսկապես պետք է արձանագրենք որպես Հայաստանում կուսակցապետության հիմնարար մշակույթի ձևավորման մի ճանապարհ։ 90% անձանց պետական պաշտոնյաներ, նախընտրական ցուցակ, դրա շրջանակներում պետական վարչական բոլոր լծակների օգտագործում եւ այդ ամենը պետք է ներկայացվի իբրև հավասար ընտրությունների օրինակ, չի կարող այդպես լինել։ Մենք տեսել ենք այս ընտրությունների շրջանակներում, թե ինչ է տեղի ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ։ Երբ նույն պատասխանողը օգտվեց իր լռելու իրավունքից հենց այդ հարցադրման շրջանակներում, որովհետև իրենք գիտեն, որ պարտավոր էին անել վերաքվեարկություն, որովհետև եթե իրենք հարգում են վարչական դատարանի վճիռը, պարտավոր էին այն հարգել մինչև վերջ, ստիպված լինելով անել վերաքվեարկություն, չեն արել։ Բարձր դատարան, Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանը լուծում է ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ վեճերը։ Սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է։ Այո, Սահմանադրական դատարանի նկատմամբ լինի ճնշումը, լինի սկեպտիցիզմը, լինի օպտիմիզմի դեֆիցիտը, այդ ամենը իհարկե եւս կումուլատիվ էֆեկտ ունի։ Հատկապես երբ մենք դատաքննություն ենք ունենում ինտենսիվ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ եւ այդ ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենց պաշտոններն է որոշում։ Իմանալով հանդերձ, որ նույն այդ որոշումները պարզապես կարող են ունենալ զրո արժեք, եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընտրության արդյունքները ճանաչել անբավեր, նշանակել երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ Սա արդյոք բացասական կարող է ազդել, այո, կարող է ազդել։ Բայց Սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է։ Կարող է լինել այդպիսին, պետք է լինի այդպիսին։ Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ մեր դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային եւ բավարար են, որ Սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անվավեր։ Իսկ բխող հետևանքները թող որոշի բարձր դատարանը։